Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում իմ հյուրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է։ Պարոն Բաբայան, շատ շնորհակալ եմ, որ հրավերը ընդունեցիք։ Պարոն Բաբայան, դուք Ղարաբաղյան շարժումը ուզում եք շարունակել, թե չեք ուզում շարունակել, որովհետև վարչապետ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից պարզ ասաց, որ ինքը մտադիր չէ եւ չի ուզում շարունակել ընդհանրապես Ղարաբաղյան շարժումը։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, Ղարաբաղյան շարժում ուզում են շարունակեն, թե չեն ուզում, սա մի խնդիր է։ Առաջի հերթին, եթե դուք չեք ուզում շարունակեք, դուք Հայաստանի Հանրապետությունը եղել է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, որն էլ եւ հանձնել է Ղարաբաղը, որն էլ պարտավոր է այդ 125,000 ժողովրդին տնով, աշխատանքով ապահովել, որ շարժումը այլևս շարունակի։ Եթե չի անում, բարերով չի, որ դու պիտի ասես։ Բարերով ոչ ոք չի կարող ոչինչ անել։ Դրա համար առաջի հերթին այդ խնդիրը պետք է լուծի։ Հենց լուծի ավարտի, ուրեմն շարժում կարա ասի այլևս շարժում չենք անելու, բայց քանի դեռ չի արել այդքանը, ուրեմն շարժումը լինելու է։ Այսինքն Ղարաբաղի էջը պիտի փակենք, եթե նույնիսկ Հայաստանի տարածքում արցախցիներին տան ձեր ասած բոլոր հնարավորությունները։ Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, որ այս փուլում պետք չի խոսել նրա մասին, ինչին դուք ունակ չեք։ Հա, եթե ուզում եք պոպուլիստական հայտարարություններ անեք, ես ձեզ ասում եմ, ես այդ դասին չեմ պատկանում, ես գիտեմ ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք եւ ինչի համար պիտի անենք եւ երբ պիտի անենք։ Մենք լավ մեր հարցերը լուծենք, Հայաստանի Հանրապետության ապագան, նրա անվտանգությունը, նրա զարգացումը տնտեսապես եւ այլն, նոր միայն կխոսենք մնացած խնդիրներից։ Այսինքն բոլոր նրանք, որոնք ասում են մեր Արցախը չենք ջնջելու, վերադարձնելու ենք, Հադրութից ու Շուշիից են խոսում, պոպուլիստներ են։ Ես վստահ ասում եմ ձեզ, այո, եթե մեկը գտնեք, բերեք այստեղ իրար հետ բանավիճենք, ծրագիր ներկայացնեն, հա, ես կարամ ձեզ ծրագիր ներկայացնեմ։ Ինչից ես խոսում եմ։ Ես չեմ կարա, երբ որ մեկը հենց նենց ասում է, վաղը Արցախը հետ վերադարձնում ենք, բերում ենք, չգիտեմ ինչ ենք անում, ես չեմ ուզում այդ մարդկանց շարքին դասեն։ Երբ որ կարողանաս հետ բերես, կբերես, առանց հայտարարելու։ Պարոն Բաբայան, մեզ վերջերս ասում են, որ Արցախը լավ տեղ չէր, դե Արցախի ծառայության համար մարդիկ փող էին տալի, ազատվում էին։ Մեզ ասում են Շուշին դժգույն դժբախտ քաղաք էր։ Մեզ ասում են արցախցիները ընդհանրապես չեն կռվել, ջիպերով փախել եկել են, ինչ էիք փախել, պայքար էիք, մնայիք, չգայիք։ Այս ամբողջ թեզերի հետ դուք համաձայն եք, թե չէ։ Ուրեմն առաջի փաստերով խոսենք, ես չեմ կարող այդ թեզերի հետ համաձայն լինեմ, ես համարում եմ այդ թեզերի արտահայտողները կամ ուղեղի պրոբլեմ ունեն, 100% բժշկության կարիք ունեն, կամ ինչ-որ մեկը չի հասկանում ինչից է խոսում։ Ընդհանրապես հայ ազգը կորուստ է ունեցել Արցախի ճակատում, ընդհանրապես շարժման ամբողջ ընթացքում 12,000 քանի մարդ զոհվել է, որից ուղիղ 4,000-ից ավելին արցախցիներ։ Եթե մենք վերցնենք Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը եւ Արցախի բնակչության թիվը, դրա տոկոսային հարաբերությունը, մենք կտեսնենք, որ ոչ թե չի կռվել, այլ կռվել է միջև ինչքան կարողացել է, սա մեկ։ Այդ առաջի փուլում, երկրորդ փուլում էս ինչ որ կատարվել է, այն որ բանակը չենք պատրաստել, սպայական կազմը չենք կրթել, որ կանոնը չի եղել, որ ռազմավարություն չի եղել, այդ պատճառներով պարտվել եք, հիմա ուզում եք գցեք մեկի մեղքին, կամ ռուսնա մեղավոր, կամ արևմուտքա մեղավոր, կամ Հայաստանի այս մեկն է մեղավոր, այն մեկն է այս անձը, այն անձը, բայց չենք ուզում մեզ մեղադրենք, չենք ուզում ասենք, որ մենք թերացել ենք, չենք արել այն ինչ որ պիտի անեինք, բանակը քանդել ենք, ծանոթ բարեկամներով պաշտոններ ենք տվել, սպայական կոչումներ ենք տվել, Նիկոլն էլ եկել է իրանց գեղցուց բերել դրել պաշտոնի, ասել օրինակ մեկը պիտի Ստալինի է, մեկը պիտի դա, Ղարաբաղում էլ
առաջարկել են, ասել են մարդը պիտի կամանդուշի լինի, այսինչ անձը, որը չի կարանա կամանդուշի լինի, այսինչ չի կարա կամանդիր բրիգադ լինի, ինչ ունեմա 25,000 զորք վստահեք։ Դա նա է, որ առաջի պատերազմի գնահատականը չեք տվել, չեք հասկացել ինչի, ոնց եք գրել։ Դա պատճառներ է, որ ռազմական է, որ պարտադիր չի, որ դուք իմանաք կամ հասարակությունը, բայց մեղավորները իրան գիտեն ովքեր են։ Ճիշտ է, մեկ ուզում են բացվեն, խոսեն, արտվայրտեն մեկ ստում են, նոր խոսում ենք դրա մասին, ամբողջ ստի վրա հենված, մենք պատմություն ենք գրել ենք հերոսացրել ենք մարդկանց, որոնք որևէ կապ չունեն այդ հաղթանակների հետ։ Կոմանդոսի նկատի ունեն։ Կոմանդոսը նկատի ունեն շատ մարդկանց, որոնք որ որևէ կապ չունեն, կամ եթե կապել ունեն, այն ծավալը չի, որի մասին խոսում են, հա, մարդը սպան ինքը իր ճանապարհը որ անցնում է, ասում են քո ճանապարհը ցույց տուր, հա, դուք որտեղ եք մասնակցել, որ օպերացիային, ինչ ուղղություն, մշակել եք ծրագիրը, չգիտեմ, օպերացիան արել եք, չգնացել եք որպես զինվոր եք մասնակցել, ով եք եղել, մի հատ ձեր մարտական ուղին ցույց տվեք։ Եթե դուք կարողանաք այն ում որ դուք հերոսացնում եք, դրանց մարտական ուղին ցույց տաք ինձ, ես գիտեք ինչքան ուրախ կլինեմ, կամ ասենք այն երկու fake ջահել կան, մտան fake-երի դեմ պայքարում են, հա, ոնց է այդ ջահելների անունը, հա, այդ մարդիկ են օրը դրել են մանտաժունանում, ասում է Սերժ Սարգսյանը եւ կոմանդոսը ստորագրել են քարտեզը եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ, ես ինչ ասում եմ փաստերով։ Ես ասել եմ, որ ես օգոստոսի 4-ին եմ վերցրել իմ վրա այդ պատասխանատվությունը Մարտակերտի ուղղությամբ 92 թվականին։ Շուշին եղել է 92 թվական մայիսին, փաստացի իշխանությունը եղել են այդ մարդիկ, ասենք թղթի տակ այդ մարդիկ պիտի ստորագրեն, ոչ ես։ Ես եղել եմ իր տեղակալը, բայց որ օպերացիան Շուշի մշակել եմ ես։ Օպերացիան պիտի լիներ ապրիլին, տեղափոխել եմ մայիս, զինամթերքի մի շարք պատճառներով, օպերացիան եղել է 3 ուղղություն, սարքել եմ 4 ուղղություն, այն 3 ուղղությունը պատերազմի ժամանակ Շուշի գրավելու ժամանակ հետ են քաշվել, այդ դիրքերը ընդհանրապես որ առաջ չեն կարողացել գնալ, միակ ուղղությունը որ ես տվել եմ թիկունքով մտնել, դա է բերել ամբողջ հաջողությանը։ Իմ հետ եղել է Ռոբերտ Քոչարյանը, Բալայան Վալերան, Սերժ Սարգսյանը եւ մնացածը այդ օպերացիան փոխելուց, դաժե վեճ է եղել, որ այնտեղ ձյունա, չգիտեմ, դժվար է բարձրանալը եւ այլ, դա համար ես ընտրել եմ հենց այդ որտեղ վատ է։ Ես կխնդրեի Ռոբերտ Քոչարյանին էլ ուղղեիք այդ հարցը, որ հաստատի կամ հերքի ինձ համար տարբերություն չկա։ Այսինքն կոմանդոսին ենք պարտական Շուշիի հաղթանակի համար, թե ձեզ դա հարցնենք։ Չէ, ոչ մեկը պարտական չի։ Ուղղակի ճշմարտությունը ոնց է եղել։ Ով է։ Ոնց ենք հասել։ Ոնց ենք հասել այդ հաջողության։ Երկրորդը, երբ որ ես ասում եմ կոմանդի պունկտից թողել է հեռացել, ժամը 1-ին ամսի 8-ին տանկը որ խփվել է Շուշի տակին, այդ մարդը թողել է գլխից բռնել է գնացել, թողել է կոմանդի պունկտը ժամ 6-ին մենք Քիչսարից որ իջել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, եկել ենք կոմանդի պունկտ, հարցրել եմ ուր է մեր կոմանդուշին, կոմանդիրը ասել են այդ մարդը ժամ 1-ին թողել է գնացել։ Հիմա ես ասում եմ թողել է դիրքը գնացել, դուք ասում եք այս ինչ դարավ։ Արկադի Տեր Թադևոսյանի մասին։ Արկադի Տեր Թադևոսյանի մասին է խոսքը։ Բաբայանն նա ողջ չի, որ ձեզ հակադարձի, ասի այդպես չի եղել։ Իրան ողջ ժամանակ եմ ասել, իրան իմ գրքում էլ գրել եմ, ողջ ժամանակ էլ ասել եմ, ես ձեզ խորհուրդ կտամ այդ կոմանդի պունկտում եղել է Մարտիրոսովը, начальник օպերատիվնի отдела, եղել է Արետանո պետը, եղել է Օլեգ Եսայանը եւ ինձ հետ եղել է Էդվարդ Ռոբերտ Քոչարյանը, որ միասին եկել ենք դեղ, խնդրեմ դիմեք, հարցրեք, եթե իմ ասածների մեջ մի ստորակ է սխալ կլինի, նոր կխոսենք։ Բայց այսպես, եթե մենք մեր իսկապես հերոսացած մարդկանց, հա, որոնք հերոս են մեզ համար եղել աներկբա 30 տարի շարունակ, այսպես ամեն մեկի հետ կապված մի չեպ է գտնենք, մի խնդիր տեսնենք, մենք ավելի մեծ արժեքներ չենք կորցնի, տեսեք գեներալ Մանվելի հետ կապված ինչ եղավ, ընդհանրապես տարբեր հերոսների հետ կապված ինչ եղավ։ Իրար հետ հակադրվել կամ
խնդիր դնել, ես դա չեմ հետևում այդ ուղղությունով, ես ասում եմ ինչ որ եղել է, չի կարելի, եթե դուք եք արել այդ ամբողջը, ինչ-որ մեկը վերագրի իրան եւ ստից հերոս սարքեք, ասեք, էս է մեր հերոսը, ես հարց եմ տալիս, ասում եմ, այդ Շուշին եւ Օգոստոսը, Մարտակերտ, Շահումյան եւ այլ տարածքները հանձնելու ում օրոք է հանձնվել։ Բախի չեք գրում։ Այդ հերոսի օրոք է եղել, ոչ ճիշտ կառավարման օրոք է եղել այդ մարդուն։ Խի չեք գրում դրա մասին։ Երբ որ պատմությունա ոչ մեկը չկաք, չեք ասում ով է հանձնել։ Հենց հաղթանակ ասում եմ հաղթանակի ժամանակ դու չես եղել։ Ղարաբաղի հողի վրա դու չես եղել։ Ոնց ես գրում, ոնց են ասում դու հաղթ թողես, դու էլ բերանը ջուր ես հավաքում նստում։ Չես ասում, որ ես չեմ արել դա։ Ես կապ չունեմ դրա հետ, հա, թող ասեն, դա բարձրաձայն են դա։ Ոչ թե լռեն, հետո սա ժողովուրդ խառնեն, գրքերում գրեն, ասեն հերոսաբան, մեկ էլ մեկը գա ասի, չէ, դա տենց չեղել, սենց եղել, ասում եք, դե տեսակ ես հերոսների խեք սենց անում։ Նույնց եմ ասում, չի կարելի Օմարից միջև Արարատիետ ասել, որ ես եմ արել կամ դու ես արել։ Դու եղել ես ղեկավար, ամեն մարդու իր ուղղությունը ունի, դու ես առաջադրանքը դրել։ Դու չես կարող իմանալ, ես եմ մեկին ինչ առաջադրանք եմ դրել, մյուսին ինչ։ Մենակ ես եմ դա իմանում։ Հասկանում եք, մենակ բացառությամբ մենակ ես, ուրիշ ոչ մեկ։ Հիմա ճշմարտությունը ասում եք դուք, մեր հասարակություն չի ուզում ճշմարտությունը իմանա։ Որովհետև դա հարված է նաև մեր բանակին, պարոն Բաբայան։ Ոչ մի հարված չի բանակին։ Բանակում արդեն չոբանը չպետք է պահեք։ Պետք է սա գիտակցեք։ Արդեն այդ դարը չի, որ ասեք լավ տղա է, դե թող ծառայի։ Լավ տղան դեռ հլա բանակային չի, բայց խոսում եմ պրոֆեսիոնալ բանակից, խոսում եմ ես մեկից։ Դա համար ասում եմ, պետքա փոխենք, պետքա մտածելակերպ փոխենք։ Վազգեն Սարգսյանը նույնպես այսպես կեղծ դրվագներ են նրան վերագրվում, որ հերոսացվում է, թե նա աներկբա իրոք մեր հերոսներից է։ Նույնս եմ ասում, ես չէի ցանկանա, որովհետև մեկին դուք նոր ասեցիք, որ մարդիկ մահացել են, իրանց թիկունքից խոսում եք, ես եկանում են եկանում, ես չեմ նման բաներ լինի, ես կցանկանայի, որ ամեն մի մարդ իր ապրած կյանքը, եթե քաղաքականությունով ազբաղվել քաղաքականություն, եթե ռազմական գործիչ է եւ այլ, իր անցած ուղին ներկայացնեք դրանով հասկանաք ինչա իրականությունը որն է։ Ես պատահական չտվեցի Վազգեն Սարգսյանի անունը, պարոն Բաբայան, դուք եւ Վազգեն Սարգսյան նույն օրն եք, եթե չեմ սխալվում, ծնվել, չէ։ Մինչև այսօր քննարկվում է ձեր հույժ գաղտնի նամակը Վազգեն Սարգսյանին ուղված, այնտեղ որովհետեւ որոշ բաներ կար, որոնք գուցե էմոցիոնալ վիճակում էի գրել եւ այլն, բայց տարբեր հարցերի տեղիք էր տալիս, կախված նրա հետ, որ անվտանգության խորհրդի նիստերից հետո դուք եզրակացրել եք, որ Հայաստանի իշխանությունները Արցախին վերաբերում են որպես իրենց աղքատ ազգականի, որ խանդի խնդիր կա Վազգեն Սարգսյանի կողմից, հա, ձեր նկատմամբ, ինչից է եղել այդ խանդը, ընդհանրապես ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել։ Մեր հարաբերությունները եղել են աշխատանքային, ես տենց հանգիստ վիճակում եմ այդ նամակը գրել, նամակում ինչ գրած է, ինչ մտքեր կա, այսօր կարամ կրկնեմ, հա, որովհետև այդտեղ մի բան չկա, որ էմոցիոնալ կամ չգիտեմ ինչ որ վիճակ է եղել։ Ոչ եղել են խնդիրներ, որ այո, ես չեմ տեսնում, որ խորտ երեխու եք նայում Ղարաբաղցիներին, թե չեք զգում։ Այսօր, հենց այսօր։ Ինչից է դա գալիս։ Դա գալիս է, որ ես ասեցի, էլի, եթե մարդուն ուղարկում են իր երեխեքը, քո երեխեն գնում է Ղարաբաղ ծառայում, վիրավորվում, զոհվում եւ մի բան, դառնում է թշնամանք, էլի այդ բանն է, բացի դրան էլ, որ դրանց Ղարաբաղցիներն էլ բերում եք դնում ձեր գլխին ղեկավար ու դրանցով անում, ընդհանրապես կրկնակի է։ Ատելությունը, հա, այսպես ասած։ Որին ես դեմ եմ եղել եւ Վազգենին այդ նամակը գրած նամակում ասել եմ, որ դա մի արեք, հա։ Բայց չեն լսել։ Բերել ենք այն ինչն դե գրած է, սոր եկել ենք դրան։ Այսինքն Նաստրադամուս չենք, ուղղակի հասկացել ենք, որ դա բերելու է այս սրան, այս ինչ որ կա, այս ատելությանը, խորհուրդ ենք տվել, որ մի արեք դա։ Այդքան մի բան։ Այնտեղ ներքին թիմային բաներ էիք ակնարկում, որ խնդիրներ կան։ Չի կարելի, օրինակ ես նստեմ իմ տեղակալների հետ քննարկեմ պաշտպանության նախարարի կամ նախարարի հարցը իմ տեղակալների հետ կամ իմ հարցը իր տեղակալների հետ, ես ասել եմ, որ ես թույլ չեմ տալի ինձ, ինչն եմ այդ մակարդակին բան։
Այդքան աշխատանքային է եղել զուտ։ Եվ երկրորդը ասենք երբ որ մի խնդիր պետքա լուծվի, պետքա աջակցես առաջի գծի, որտեվ վերջիվերջով Արցախի ճակատում հաղթանակները բերելա ստեղ Հայաստանում ձեր դիրքերի պահպանման, ձեր դերի բարձրացման եւ այլ։ Հիմա դուք սաղ պատտվել եք խփում եք այդ հաղթանակին, այդ հաղթանակ բերած տղաները, ովքեր որ ասենք ջանք չեն խնայել, ոչինչ չեն խնայել, որ այդ հաղթանակը ունենանք։ Բերում ես, ասենք, հրամանատարներին, ուղղություններին նստացնում, ծնողները կամ նրանց հարազատները նրանց քփուր են տալիս, ինչ ասում են, որ երեխան վիրավորվել է կամ սովվել է։ Չի կարելի, բայց մենք ինչի համար ենք, նախարարել ինչի համար է, դիտ հարվածները ինքը վերցնի իր վրա։ Դրա մասին է եղել խոսքը։ Նաև դրա։ Որտեվ ասում եք, որ ոչ միայն Թուրքի դեմ են պայքարում, այլև Հայաստանի իշխանությունների, պաշտպանության նախարարության։ Հասկանում եք, բոլորը դարել եք մի հեղինակություն, ասենք, քեզ հետ որ չեն կարող այդ խնդիրները լուծեն, փորձում են բանակին նեղեն։ Ես էլ պարզ ասում եմ, որ եկեք ես հեռանամ, դուք ձեր հարցերը լուծեք, ինձ թիրախ մի դարձրեք։ Այնտեղ նաև զինվորական կոչումներից զրկելու առաջարկ էի կանում։ Եմ միշտ կրկնում եք, այդ զրկելը չխնդրում ենք, որ կարակ էտել վերցնեք։ Դրա համար այդքան նեղացած էիք Վազգեն Սարգսյանից։ Ոչ թե նեղացած եմ, որ չհասկանալ, որ չգնահատել են ինչ որ ունեցել ենք, կամ անտարբեր լինել, կամ մոտենալ փողոցային մեկը շուկայի դեմ ինչ որ բան ալսում սուտ պատմում հավատալ դրանց, տարբեր։ Հիմի չեմ ուզում sense մեծացնել այդ ամբողջը, բայց չի կարելի քո հրամանատարին ինչ որ մի փողոցային մեկի կարծիքով կարծիք ձևավորես, ասենք Վազգեն Սարգսյանին համոզել են իր շրջապատը, որ Սամվել Բաբայանը Փարիզում տուն ունի, ինքը հրավիրում է իմ ենթականներին, ասում է դե ինքը Փարիզում տուն ունի, ես էլ ասում եմ խնդրեմ, եթե տան տեղը գիտեք նվեր եմ տալիս, ասեք, գնացեք իրան ասեք, որ նվեր է տալիս, եղել ասա այդ բաներ, չի կարելի, ով է ասում, մի հատ գիշ, Սամվել Բաբայանը ոչ մի ժամանակ ոչինչ չի ունեցել։ Այսինքն հավատացել է այդ գժերին ձեր ասած եւ ձեզ կոռումպացվածության մեջ է։ Փորձել որ այդ հարցերը եւ իմ ենթականների մոտ դրա մասին խոսել։ Դուք չեք վիրավորվի։ Իհարկե։ Դա հարցեր կա, որ չենք բարձրաձայնում, բայց դա կապ չունի։ Ինչ որ պետք է եղել, ես գրել եմ, ինքը հասկացել է ինչա, այդ նամակից հետո վերտալոտով թռել է եկել Ղարաբաղ, ինձ հետ խոսել, զրուցել, հարթվել են։ Այո։ Պարոն Բաբայան, կրված մարտական ուղի անցած տղերքին գնահատելու առումով այս իշխանություններն էլ չեն փայլում, որովհետև մի ձեռքով մեդալներ են շնորհում մարդկանց, Արցախի ազգային հերոսի կոչում են տալիս, մյուս ձեռքով մեկ էլ մի ամիս հետո քրեական գործերով այդ նույն մարդը անցնում է ու սրանով այդ մեդալի արժեքն էլ է կորում, ասենք նրանք, որոնք իսկապես վաստակել են այդ մեդալ ունենալու իրավունքը, այդ մարդկանց հավասարեցնում են հանցագործների հետ, սա նորմալ է։ Նույն Տիրան Խաչատրյանին վերցնենք։ Ես նորմալ չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմի ժամանակ չի կարելի մեդալներ բաժանել, մենք մեզ թույլ չենք տվել պատերազմի ժամանակ մեդալ բաժանենք, ամեն ինչ եղել է հետո պատերազմից հետո է լինում, մարդուն գնահատում ես իր արածներով, ընթացիկ ոչ մեկ չի եղել, բայց ընթացիկ ես ինչքան հասկանում եմ իրանք այդ մեդալները եւ Արցախում եւ ստեղ բաժանել են, որ մտան ոգևորեն ըստ իրենց մտածելակերպին, բայց դա ոչ մի բան չի տալիս։ Մեկ, երկրորդը ինչ վերաբերում է քրեական գործեր են հարուցում եւ այլն, դա առաջի երթին չպետք է տային, երկրորդը այդ մարդիկ ես համարում եմ, որ այդ տարածքներին ազատագրել են այդ մեդալները ստացել, չկա այդ տարածքներ, չկա այդ մեդալներ, պետք է հանձնեն բոլորը։ Բայց եթե չեն հանձնում, դա իրանց իրավունքն է, իրանց խնդիրն է, ես չեմ կարող
դրա տեղ պատասխան տան, որ գործող իշխանությունը բանակը չի հասկանում ու բանակը չի պատկերացնում, որ ինքը իրան իդեա ֆիքսը ընդունել որ պետքա խաղաղության լինի ամեն գնով, ինչ ուզում լինի, թող մեզ քֆուտան անեն, գրավեն, կրակեն, ինչ ուզում են անեն, բայց անունը խաղաղություն լինի, դա փաստ է ու դրա մասին խոսել անիմաստ է, դա պետքա կարողանանք դա փոխենք այդ ղեկավարությանը։ Դուք ուզում եք փոխվի ղեկավարությունը ներկայիս։ Առաջիններից են, որ ուզում են որ փոխվի, բայց ես միշտ ասում եմ երկու տարբերակ կա, որ մեկը դուք ասում եք բերեք, ես մեկը փոխենք, հետո կորոշենք ում բերենք։ Ես ասում եմ տարբերությունը նա է, որ ես ասում եմ բերեք տեսնենք ում ենք բերում։ Արա մի քիչ կոպիտ եմ արտահայտվել, ասել են էշը որ ուզում ես փոխես, չես տանում էշի քուրակը դնում։ Էշը փոխում են ձիով։ Գոնե։ Գոնե։ Եթե ձին չունեք, փոխում եք։ Այս վիճակն է։ Դե ասում են անդունդի եզրին ենք արդեն, հիմա ինչ էականը ով կլինի, սրանից վատ հնարավոր չի լինի։ Վաղուց նույնն էլ Սերժ Սարգսյանի ժամանակ ենք ասել անդունդի եզրին ենք, փոխել ենք բերել ես մեկին, միել ենք անդունդի եզրին, հետո կփոխենք մի հատ ուրիշ անդունդի եզր։ Գնանք, ես դա համար ասում եմ, բերեք դա չանենք, բերեք հասկանանք առողջ ուժերը նորմալ իրոք, եթե պետական մտածելակերպ ունեն, ինչ բեռ են վերցնում իրանց վրա և ինչ թիմով եք մտնում, որ կարողանաք այդ խնդիրը լուծեք։ Տարբերությունը իմ ու այսպես ասած ընդդիմության մեջ այդ պրոբլեմն է, ուրիշ ոչ մի պրոբլեմ չկա։ Իրանք հասկանում են դա, որ ես ինչի մասին եմ խոսում, Բայց ձեզ ընդդիմադիրները ընկալում են որպես Նիկոլ Փաշինյանի մարդ, ավելի կոպիտել են արտահայտվում, ասում են Փաշինյանի գրպանումը, վեցնոց է եւ այսպիսի արտահայտություններ։ Անկեղծ ես մի բան ասեմ, որ մի քիչ գոռոզություն է լինելու։ Այդ մարդիկ մեկ էլ Փաշինյան բան կարան սաղին գրպանում ասլեն, բայց ես կյանքում մեկի գրպանում չեմ եղել, իրանք էլ բոլորը գիտեն դա, բոլորը գիտեն։ Այնպես որ եկեք անցնենք առաջ։ Դուք Փաշինյանին չեք աջակցում որևէ կերպ։ Ես որևէ ժամանակ Փաշինյանին չեմ աջակցում։ Բայց դուք թևերը փռել եք ժամանակայով Փաշինյանի վրա։ Չեմ փռել, ես եղել եմ առանձին դրել եմ տեխնացու, ես 21 թվին ընտրությանը մասնակցել եմ, որովհետև մեկին չեմ աջակցել, ինքս ինձ եմ աջակցել, ինքս տեսակետներ եմ արտահայտել, նրա մասին ինչի մասին խոսել ենք, բացատրել եմ, արտահայտվել եմ, ինձ խնդիր է եղել այդ ճշմարտությունը, որը դուք չեք ուզում լսեք, դա բարձրաձայն է։ Դուք պարտության մեջ չեք մեղադրել Փաշինյանին, սրանով են կապում ձեզ Փաշինյանի հետ, բոլոր նրանք ովքեր չեն մեղադրում ուղիղ Փաշինյանին, ասում եք կադրային քաղաքականությունն է մենակ սխալ եղել, բայց մոտավորապես նույն թեզն եք առաջ տանում, որ դե խեղճ Փաշինյանն էր գցեցին ջեբը պարտությունը, իրականում նա չէր մեղավոր։ Դուք գիտեք խնդիրը ինչումն է։ Իրոք այդ մարդիկ կադրային քաղաքականություն արել են, այն կադրային քաղաքականությունը, որը բերել է պարտության։ Մեկ։ Երկրորդ խնդիրը տանով իսկ մեղադրեցինք։ Մեկը ինքն է դնողը, կապ չունի ինչա, ոնց է ինքն է մեղավոր։ Դուք ինձ ուզում եք բացատրեք, որ դուք բերասա, որ ինքը թշնամի է, ինքը դավաճան է, իրան պետքա խեղդել, սպանել, քացիտակ գցել, բան։ Ես ասում եմ, իրան էլ է պետք, բայց իրանից առաջ ովքեր այս քարոզությունը տարել են ու այս կադրերը նշանակել են, էփել են այս կադրերը։ Հասկանում եք, բանակը դուք ներկայացնում եք կոմանդուշի արմի, կոմանդիր կորպուս, բան, խատատայստու եք հանում, որ բարձր իշխանությունը քաղաքական այդ մարդու նշանակ են։ Ասում եմ, ովքեր են դրանց առաջարկել նշանակման, ովքեր փաստաթղթերը կա։ Հիմի, եթե լավ Բայց այդ դուք հավասարության նշան եք դնում նախկին նախագահների եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Նախկին նախագահների օրոք ինչ էլ ուզում է եղած լինի իրենց բոլոր սխալներով, թերություններով հանդերձ, մենք ունենք էլի Արցախը, մենք գնում էինք ազատ Արցախ եւ հետ էինք գալիս։ Ինչ կապ ունի երբ է պատերազմը սկսելու, որ դու պարտել Նիկոլն անդե նստած, թե Սերժն է նստած, որ այդ պատերազմը սկսի էլի պարտում էիր։
Փաստն է, որ ոչ Սերժի ժամանակ, ոչ Քոչարյանի ժամանակ չի եղել։ Բայց 16 թվին որ 16 թվին եղավ եւ կանգ առավ 4 օր հետո։ Կանգ առավ։ Ով ասել ձեզ կանգ առավ։ Հենց դեռ եք որ դուք խապված եք ասում եմ։ Դուք ձեզ բացատրել եմ, ասել եմ ժողովուրդ, դա եղել է ռազվեդկա բոյում, հակառակորդը ոչ էլ առաջ խաղացում ունեցել, եկել է որտեղ նստել է, մնացել են դե նստած։ Ստուգ էլա ձեզ, քանի ժամ եք ձեր օպերատիվ ռեզերվները ցկում եւ այլ, այս հարցերը կոնկրետացրել է ու սпасել, պատրաստվել պատերազմի։ Դուք ասել եք, չէ, մենք երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթեցինք։ Դա ճիշտ է։ Հիմի սկսվեց 20 թվականին նույն երկու ուղղությամբ, որտեղով ռազվեդկա բոյ են արել։ Հա։ Նույն երկու ուղղությամբ, ուրիշ ոչ մի տեղով։ Ձեզ իմ ասածը համոզում է թե չէ։ Փաստն է նա, որ 2018-ին Սերժ Սարգսյանը ուզում էր ասեց անվտանգությունից ելնելով ուզում եմ լինել վարչապետ, ինչքան էլ հասարակությունը դեմ էր աղմուկ էր բարձր։ Թող էլ լիներ, կամ Նիկոլ Փաշինյանը եկավ, տեսավ իրավիճակը։ Ոչ մեկը։ Ինչի եկավ ձեր կողքին կանգնեց, ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Իմ կողքից չի կանել։ Դե հրապարակում նկատի ունեմ Ստեփանակերտի։ Կանգնած են եղել Սերժ Սարգսյանի երեխեքը եւ Նիկոլը։ Էնպես որ բաբան դեռ չի եղել։ Նայեք ովքեր են տրիբունայում եւ իմացեք, որ իրանք միացին են արել եւ միացին են եղել բոլորը։ Ես էլ դեմ եմ եղել նույն այդ մարդկանց, ասել եմ 18 թվականին հանդիպել եմ հունիսին, ասել 4 ժամ խոսակցությունից հետո ասել քեզ մնում է սահմանադրությունը փոխես, Բակո Սահակովիչ հրաժարական տաս, հանուն քո ազգի, հանուն ձեր ժողովրդի։ Չեն լսել։ Ասել է գնում ենք տղորց հետ խոսենք։ Դենց էլ խոսում են։ Լա չեն բարձել այդ խոսակցությունը։ Հասկանում եք, չի կարելի, որ բաներ կա չեք իմանում։ Խնդիրներ կա տեղակ չեք։ Այսինքն Բակո Սահակյանի դերը այդտեղ որտեղ էր, որ ասում եք համ պատերազմ մեկա պիտի լինի։ Բակո Սահակյանը գիտի ինքը որ պատերազմցի, ինքը ոչ մի բան է։ Իրանք եղել են իմ ենթակայության տակ, իրանք դրա մասին գիտեն։ Ինքը չի կարող ոչ մի բան անի։ Կարող է թիկունքի մի քանի տշոնկա բան, ուղարկի մի շրջան, բայց ոչ ավելին։ Նստել եք տեղ ինչ անեք։ Գրիվա սկսում դուք 24 ժամ տեսնում եք, որ հակառակորդը իր մարտական պատրաստականությունը անցնում 24 ժամ գիշեր ու ցերեկ, այսինքն պատերազմը կտրների առաջ է։ Դուք էլ գիտեք, որ ձեզանից ոչինչ չեք ներկայացում, վեր եք ընկել տեղ ինչ անեք։ Հիմա ասում եք, այս ինչ դարավ, այս քիս են ցեղավ, քին են ցեղավ։ Այսինքն Արցախի իշխանությունները, եթե պատերազմից այսպես շատ գլուխ հանող մարդիկ լինեին, այս իրավիճակը չէր լինի, դուք ասել եք, հենց Արցախում ասել եք, որ Արցախի նախագահը ինձ տվել է մի շարք լիազորություններ, խորհուրդ տալու։ Խորհուրդ տալու լիազորություն, որովհետև դուք չեք բացահայտել, թե ինչ լիազորություններ էր տվել ձեզ Արցախի նախագահը։ Կարող ենք մենք փորձենք ամեն անգամ վերցրեք կանոնադրությունը, վերցրեք անվտանգության քարտուղարի լիազորությունները ու տեսեք խորհրդից բացի ուրիշ բան կա։ Այսինքն էլի ոչ մի դեր չունեի։ Ոչ մի դեր չունեի, մեկ, երկրորդ եթե ես դեր ունենայի, ես ձեզ վստահ ասում եմ, որ այդ ավարտը չեր ունենա։ Ես եկել եմ Հայաստանի ղեկավարին ասել, որ ինձ նշանակի, որտեղ նշանակում մաստերից ոչ են դերից։ Նա ասել է խոսեմ Արցախի իշխանությունների հետ, միջև օրս խոսում է, պատասխանը աս։ Հա։ Նա։ Բայց դուք էլի իշխանության մաս էիք, կապ չունի։ Էլի ասում եմ իշխանության մաս։ Դուք իշխանության մաս եք, կոալիցիա եք։ Ինչ կոալիցիա եք կազմում։ Ինչ կոալիցիա եք կազմում, վերցրեք։ Ազատ հայրենիք։ Գիտեք, ես որ դուրս եկա, ովքեր կոալիցիա կազմեցին։ Ովքեր կազմեցին։ Դուք լավ գիտեք ովքեր։ Դաշնակցությունը Վիտալի Բալասանյանը բոլորը։ Այսինքն, եթե ես եմ կազմում, ուզում եմ ծրագրավորված փոխենք այս ամենը, չթողենք հասնի դրան, ես չպետք է կոալիցիա կազմեի։ Հենց ես դուրս եկա, բոլորը դառան կոալիցիայի անդամ։ Միջովետ ես դավաճան էի։ Ժողովուրդ, գնահատականը ճիշտ տվեք։ Մի փորձեք մանիպուլյիրը տարեք։ Դա մեկ է։ Խոսքը լծակների մասին է, եթե դուք իշխանության մաս եք։ Արցախում կռվի ժամանակ օրեկան 2 անգամ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը հանդիպում էին։ Ինչից էին խոսում ժամերով, ես չգիտեմ։ Տեղյակ չեմ։ Ինչից են խոսում։ Ամեն օր։ Մի բան գիտեի, ամեն ինչ արեք Բաբայանի ձեռքը չընկնի իշխանությունը։ Այդ դա հստակ բոլոր կողմերից։
բոլոր, թե Երևանում, թե այնտեղ։ Հասկանում եք, հիմա հարց ա ծագում, ինչի, ի՞նչն է պատճառը։ Դուք չունեք այդ հարցի պատասխան։ Ինձ այդ հարցի պատասխանը ունեմ, ինձ համար ունեմ, որտեղ դուք պիտի սաղ դատվեիք։ Դուք արել եք այն հանցագործությունները, որ դրան ներում բեկում չկա։ Ինձ համար դա ես գիտեմ, բայց մեր հասարակությունը գիտի։ Ինչ հանցագործություններ են արել։ Բայց եթե դուք գիտեք, որ հանցագործություններ են արել ու չեք բացահայտում, դուք դառնում եք հանցակից։ Ես չեմ դա, ես իշխանություն չեմ, որ բացահայտեմ կամ չբացահայտեմ։ Բայց եթե գիտեք, Եթե գիտեք, պապարզ ասում եմ, ես դիում եմ գնում, ասում եմ քրեական գործը, որը դուք 2000 թվին փակել եք, հետ բացեք քրեական գործը։ Որ գործը։ Որ ասում եք տերակտ են արել հիշու մարդու վրա։ Բացում են, քննությունը տանում են, պարզվում է ընդհանրապես ուրիշ բան է, ոնց գրկում են 2 տարուկես։ Չեն ուղարկում դատարան, որ հանկարծ չարթարացնեն ու իրանց չկանչեն պատասխանատվության։ Գիտեք, դες բաներ էլ լինում։ Հասկանում եք, դա մար եկեք դա մասին չխոսենք անցածը, խոսենք ապագայի մասին։ Իսկ պատերազմի ժամանակ ամեն դեպքում մենք որոշ հարցեր կան պատերազմի հետ կապված, որ կուզենամ դուք պատասխաններ տաք։ Պատերազմի ժամանակ դուք ուղեկցում եք Աննա Հակոբյանին տարբեր տեղեր, այդ թվում նաև բունկեր, որտեղ մարտական ուղի անցած գեներալների մուտքն անգամ արգելվում էր, այդ բունկերում որոշումներ էին կայացվում, որոշումների կայացման վրա Աննա Հակոբյանը ունենում էր իր ազդեցությունը եւ ընդհանրապես ձեր ուղեկցելու այդ հարաբերությունների մասին շատ են խոսում, կուզենամ դուք բարձրացեք։ Չեմ ուզում ձեզ ձեր հարցերին վիրավորական ինչ-որ բան ասեմ, որ ասում եք ես Աննա Հակոբյանին ուղեկցել եմ։ Ես ոչ միտեղ չեմ ուղեկցել, ես նախագահականում այսպես նստած թեյ խմել ենք, ասի թե իրիկուն այս գնամ բանա բունկեր, ոնց որ դուք եք ասում, ինֆորմացիան օրը ավարտվում է, ինչա կատարվել, ինչ բան, որ նախագահային տեղից որպես խորհրդական գծված էի այդ բունկերին, որտեղից զեկուցեմ ինչա կատարվում եւ ինչ կարելի անել, իմ կարծիքս արտահայտեմ։ Աննան դեռ նստած էր, ասեց ես էլ եմ ուզում գամ, նախագահան զանգեց, թույլտվություն վերցրին, չգիտեմ ումնից ինչ արին եւ այլ, իմ հետ միասին իրանց մեքենայով, իր 3 ախրանով, իր տղայի հետ նստել են գնացել են այդ բունկեր, ես քարտեզին եմ մոտիկացել, իրանք աթոռի վրա նստել են մանիտորին նայել, էլեկտրականությունը անջատվել է 40 րոպե, թե 30 րոպեից հելել ենք դուրս եկել ենք թողել նախագահականում, ես գնացել եմ իմ տուն։ Այլևս ես ոչ Աննա եմ տեսել այնտեղ, ոչ գիտեմ, ոչ ուղեկցեմ կամ չուղեկցեմ։ Սա իրականությունն է։ Եթե ձեզ հետաքրում է ինչ որ ինտրիգեր անեք կամ չգիտեմ ոմանց թվում էր որ դրանով հարց են լուծում, դրանով հարց չեն լուծել։ Ես չգիտեմ ում վրա Աննան ազդելա չի ազդել։ Իմ ներկայությամբ նման բան չի եղել։ Դա կարամ ասեմ։ Այսինքն չի խառնվել որոշումների կայացմանը, ոչ դաժե չի խոսել։ Մարդ կան դեռ ասում է ես իր հետ շփվեցի, սուտ ասում։ Ես բարձրաձայնել եմ դրա մասին, որ սուտ ես ասում։ Աննայի հետ դեռ ոչ մեկը չի խոսել։ Ոչ մեկը չի ասել դու խի ես ստեղ կամ խի չես ստեղ։ Բայց ամեն դեպքում հարց չէր առաջանում, ինչ իրավունքով կամ ինչու պիտի այդտեղ լիներ նա։ Գիտեք, առաջի պատերազմի ժամանակ պայմանական ասենք, Ցվետանա Պասկալևան, Կոքսը եւ շատ մարդիկ գալիս էին իմ մոտ, ասենք այն վաղտել բունկեր չէին ասում, շտաբ էին ասում, հա։ Ինչ ա եղել, Հայաստանից լրագրողներ, տարբեր ձևի մարդիկ ինչ ա եղել, ինչի մասին ա խոսքը։ Դե գաղտնիության ռեժիմ կա։ Ոչ մի գաղտնիության ռեժիմ դեռ չի եղել, չկա, ու այդ ստերն էլ որ հորինում են, սա ուրիշ է։ Ինչ վերաբերում է նոր ասում եք այն փորձառու գեներալներին էլ չէին թողում մտնեին դեղ։ Փորձառու գեներալները բոլորն էլ մտնում էին դեղ։ 3, 4, 5, 6 օր, 7 օրից հետո ամենք իր խորհրդով մտնում էր, գրավոր գրում էր, չգիտեմ ինչ, կամանդուշի արմին դիմում է նախագահի Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությանը, որ հոգնել է մեծ մարդկանց գրավոր փաստաթղթերից, լավն է իրանց հարգել եք չգան ստեղ։ Որն էլ արգելվում է Ջալալը այսօր ողջ առողջ տեղա հարցրեք, եթե երկի ես
հանդիպեմ, հաստատեմ։ Պարզա։ Հասկանում եք, այդ ինչն է խնդիրը, որ թաքցնում են, չեն արտահայտում, որ իրար դեմ չխոսեն, որ ասում են ես քո սխալը թաքցնեմ, դու էլ իմը։ Ես էլ ասում եմ, ես սխալ չունեմ, ես չեմ թաքցնում։ Ասում եմ, ինչ որ պիտի ասեմ։ Պարոն Բաբայան, քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հոկտեմբերի 5-ին դուք առաջարկ եք ներկայացրել 9-րդ պաշտպանական ճակատը բանանելու, այնտեղ օպերացիա իրականացնելու, բայց չի, ձախողվել է ըստ էության վերջնարդյունքում։ Ինչու՞։ Դուք հրամանատարն եք, ստեղծված վիճակը ձեր մի բրիգադան պաշտպանական շրջանը դիրքերը հասնելա, ստեղծված վիճակում, եթե դա մարդկային ռեսուրս չունեք, մեծ շրջանակ պաշտպանություն ստեղծեք, ես առաջարկել եմ կարճ ճանապարհ կտրել, ոնց որ այդ տարածքները ժամանակին գրավել ենք, ազատագրել ենք, այդ ճանապարհով կտրել, կարճ հակառակորդին թողել շրջափակման մեջ եւ խնդիրները լուծել։ Դա միակ լուծումն էր այդ պահին, որտեղ մարդկային ռեսուրսի բան, ես առաջարկ եմ տվել, իրանք քննարկել են գլխավոր շտաբի հետ, կոմանդուշին իր տեղակալների բանի, եկել համոզման, որ իրանք կարող են դա անեն։ Վերցրել են իրանց ժողովուրդը գնացել են այդ դիրքերը նայել են մի օր ամսի 6-ին, ամսի 7-ին օպերացիա են սկսել, որը որ չեն հասցրել, պետքա հետաձգեին մի երկու օրից հետո անեին, կոմպլեկտավորեին եւ այլն, մտել են մարտի, որ չեն կարողացել առաջ գնան, ոչ թե չեն կարողացել, չեն ցանկացել, դա տարբեր հասկացողություն է, հա, ամսի 7-ին։ Երկրորդ նույն իրիկունը 70 հոգի ես հին տղաներից ուղարկել եմ, գնացել են նստել այդ դիրքերը, որտեղ իրանք չեն գնացել։ Մի ամբողջ օր սպասել, կռիվ տվել թուրքերի հետ, 2 զոհ տվել 3 վիրավոր, պահել այդ դիրքերը միջև ամառա առազգետը, չեն արել, որ պիտի անեին, եթե ես օպերացիայի զամսելը ինքը սխալ է, ապա այդ 70 հոգին պետք է դերից ողջարոշ դուրս չգային։ Այսինքն եթե ձեր ասած կամ հասարակության մեջ տարածած սուտերը իրականության մեջ համապատասխանում է, 70 հոգի մտել են, պետք է մեկն էլ դերից ողջարոշ դուրս չգա։ Եվ նրանք ոնց են 70 հոգով այդ դիրքերը պահել մի ամբողջ օր, 24 ժամ, այսինքն հակառակորդը այդ ուղղությամբ շատ թույլ է եղել եւ տեղի նշանակետին որոշումը ճիշտ է եղել, խփել եք, խիչ եք իրագործել։ Սա արդեն երկրորդ խնդիրն է։ Խիչ են իրագործել, դա արդեն պատասխան տան, ովքեր օպերացիան արել։ Այսինքն բուն գաղափարը իդեալական է եղել, պարզապես կատարողներն են թերացել։ Ոչ թե իդեալականներ, այնտեղ եթե ուզես էլ պարտվես չէի կարա։ Հա։ Իսկ ընդհանրապես պատերազմի տարբեր դրվագներում հարցեր չեն առաջանում, օրինակ, ինչի Իսկանդերը 10%-ով խփեց մեր երկրում, կամ զենքերի առումով։ Այնա մարդիկ կան, իրոք հիվանդ են, ուղեղի հիվանդություն բանն է, աններով չասեմ, շատ են։ Օրինակ ասում է 10%-ով պայթեց 10, հրթիռը կամ պայթեց կամ չպայթեց։ Հրթիռը կա այդ սարքավորումը ունի 5 ձևի հրթիռ, ядерный, фугасный, տարբեր, կումուլյատիվնի, բրանիբոյնի, չգիտեմ։ Հիմի որից եք դուք խփել, դուք ձեր մոտ որն է եղել, որ խփել եք, ֆուգաս եք խփել, sense օդում փոքր ռումբ էր դառնում, պայթմա, դուք այդ փոքր ռումբից մեկը այն ամպոտ օր է եղել, տակից տեսել եք, որ պայթել է, համարել եք դա հակահետևակային հրթիռ է եղել ձեր ձերքին։ Հակահետևակային հրթիռն էլ այդ արդյունքն է տալիս, ինչ որ դուք ստացել եք։ Այսինքն ճիշտ չեն կիրառել Իսկանդերը։ Ես չեմ ուզում խոսեմ, ես ուզում եմ հասկանամ այդ մարդիկ ամեն տարի, որ իմանաք, այդ հրթիռը պասպորտ ունի, անձնագիր, այդ անձնագրով մասնագետները լրացնում են, ստուգում են այդ հրթիռի, եթե ինչ-որ տեխնիկական վիճակը բան, հա։ Ու լրացնում են, անուն ազգանունը գրվում է ով է ստուգել եւ ով է լրացրել։
Հասկանում եք, դա չի որ ծիծաղսելա գալիս, չեմ կարող հասկանամ, էլի ամոթ։ Մենք էլ ենք զարմանում։ Գեներալ պոլկովնիկներ, բա դրա մասի խոսում են, ասում 10%-ով կամ։ Զեկուցում են վերևից ասում է հրտիրը 10% կամ Միխելոկ տենդերից ասում է, գիտեք, այս ռուսները մեզ խապել են, ասում է, պուլտը ձերներին պայել են, մեզ տվել են ուրիշ բան, ժողովուրդ, ամոթ է, անկեղծ ամոթ է։ Անկեղծ չի կարելի դες բաներ խոսել, դա խոսում եք նրա մասին, օրինակ մի գեներալ էլ ասում է, կարելի է երկու հրթիռ խփել, Բաքուն վառել, այդ Ասկանդարից բանից չի կարելի, չկա ծիծաղի առարկա եք դառնում։ Ես 16 թվին ձեզ ասել եմ, ժողովուրդ, Ասկանդարը ոչ մի բանով չի տարբերում, դա համարեք մի հատ օդանավից մի ռումբ եք վեր գցել, 500 կիլովանոց, ինքը 470-460 կիլո է։ Մի հատ շենք փլուզել, հետո ինչ, Բաքուն դրանով ինչ դառնա։ Դե եթե ճիշտ թիրախ ընտրվեր, ոնց որ ասում էին ի սկզբանե, ասենք Բաքվի նավթի բաները թիրախավոր էին կամ խփել են ճիշտ Բաքվի պահեստները։ նավթի հորը պայթել է ու չկա, չի գործում, կամ ինչ-որ պահեստներ ավարվել, հետո Մեծ վնաս կտայինք դրանով։ Հետո գրիվեր ռազմաճակատը կառավարի։ Լսեք, ձեզ մի բան եմ բացատրում։ Պատերազմը որ գնում է հակառակորդը որ պարտվում է, կապ չունի աջ թե ձախ կողմ։ Սկսում են քաղաքին խփելը, հասարակության բնակությանային թիրախ վախացնելու համար։ համար։ Ոնց որ դուք եք ասում վնաս տալը։ Հաղթող կողմը չի խփում ժողովրդին եւ այլն, հա? Որ իմանաք ընդհանրապես։ Հիմա այդ ինչ որ դուք ասում եք, որ մենք պարտում ենք բերեք խփենք, ասենք, այս նավթամուղը պայթեցնենք, այս մեկը լավ պայթեցրեցիր մի 15-20 օր էլ մի ամիս էլ հետո եկան սվարկ արին այդ դուրբեք բանակ խողովակները կպցրին պրերջացան հետո ժողովուրդ եկեք ասենք որ մենք բանակը դա համար եմ ասում, լավ չեն պատկերացնում, չեն հասկանում բանակի խնդիրը եւ բանակը ինչ պիտի անի։ Դա համար ասում ենք, այս անեինք, այն անեինք, ասում եմ, մեկն ասում է, մի մեծ բան էին տանում, գեներալը ասում է, մի մեծ բաներ վրան դրած տանում են։ Ժողովուրդ, այդ մեծ բան ասողները, որ բանակում կային, դա համար էս վիճակում ենք։ Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանն ասում է, ես զենքերով ամեն ինչով ապահովել եմ, անվճար զենքեր են մեզ տրամադրել հազարավոր, ԱԹՍ-ներ են պատվիրացել, որոնք Նիկոլ Փաշինյանը փոխարինել է առանց մարտագլխիկների սուերով, սրանք չեն տարել պարտության այս բոլոր քայլերը։ Պարտության տարելա բանակի ոչ կազմակերպված լինելը, դրան տարելա նա որ սպայական կազմը անմակարդակ ա եղել 80%-ը, դրա պարտության տարելա որ գեներալիտետը չի հասկացել իր առաջադրանքները, չգիտեր եւ իր տեղում չէր, զենքի քանակը, որակը, բանը ես բազմից դրա մասին խոսել եմ, կատարելագործված զենքով քիչ կորուստներով մեծ խնդիրներ ես լուծում, կատարելագործված զենքով կորուստները շատ ա լինում ուղղակի, բայց էլի հաղթանակը քոնն է։ Այսինքն այստեղ խնդիրը չի գնում զենքի ինչ զենք են տվել։ Զենքը բերել եք դուք, ասենք, պայմանական 10 սնայրադ եք արկ եք խփում, 10-ից 8-ը, 6-ը չի երևում որտեղ անգել, չի պայթ։ Բայց այդպես է եղել, այսինքն ժամկետանց բռակ, հա։ Իհարկե, թող մեկը ասի տես չի։ Մեկը ասի, որ տես չի։ Ադրբեջանցու կալոնան կաղնած 20 հատ տեխնիկան հայկական հրետանին բոլոր զենքի տեսակներով կրակում է ու չի կարող կպնի։ Մեզ կոմանդուշի արմի ենք ունեցել գլավնի շտաբ մի քանի հոգի, որ մասնագիտությամբ հրետանավոր, որը որ պետք է հրետանին հոյակապ աշխատեր։ Հոյակապ, բայց արի ուտես, որ Էդ էլ լավ չի աշխատել։ Փաստա։ Մի 15 օր ուչեբկա են հասկացել կռվի ժամանակ, որ սովորեն կրակելը։ Բայց այդ քիչ էր։ Դե քիչ էր, ինչ արդյունք ունենք։ Դուք քննիչ հանձնաժողով գնացիք, երկար բարակ բացատրություններ, հարցաքննություններ, բոլոր հարցերին պատասխանեցիք, ձեզնից բացի մի շարք պաշտոնատար անձինք գնացին, քննիչ հանձնաժողովը այսպես
ստոպ տվեցին։ Չկա եզրակացություն։ Հարցեր չեն առաջանում, այդ ինչ գախնի բան կա, այնտեղ որ չեն ուզում հրապարակել, մի հատ հասկանանք եզրակացությունը ի վերջո ո՞րն է։ Ես անկեղծ չեմ շփվում, չգիտեմ ինչ եզրակացություն, ովքեր ինչ են արել, ես այն ինչ որ ձեր հետ խոսում եմ, այն ինչ որ ինձ հարցեր են տվել, ես այդ հարցերին սպառիչ պատասխանել եմ, հա, հստակ։ Անդրանիկ Քոչարյանի հետ չեք շփվում, քննիչ հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկի հետ չեմ շփվում։ Բայց համացանցում տարածվեց Արցախի էթնիկ զտումից հետո ձեր միասին զբոսանքի լուսանկարը, ժպիտը ասում էին լայն ժպտում Սամվել Բաբայանը Անդրանիկ Քոչարյանի հետ, դա դարձավ այսպես քննարկման, բուրն քննարկման առարկա, որն է ձեր պարզաբանումը։ Այսինքն ես պիտի պարզաբանում տամ, ում հետ եմ հանդիպում եւ եթե դուք ինձ հրավիրել եք միտեղ նստել ենք մի կտոր հարց կերել ու հարցնում եք Ղարաբաղի ժողովրդից, որ դուրս են գալիս եւ այլ, ոնց ես տեսնում, ոնց ես պատկերացնում, ինչ ես իրանք չունեմ, հա, պիտի հրաժարվեմ, չգնամ։ Դա էր հարցնում, այսինքն Անդրանիկ Քոչարյանը։ Իհարկե, ինչի՞ց պիտի ես խոսեմ։ Հասկանում եք, կամ այդ որ դուք ասում եք, ասենք Անդրանիկ Քոչարյանը կլինի թե մի ուրիշը, ցանկացած մեկի հետ ես բազմից ձևակերպել եմ, որ ասեք ով է իմ հետ ցանկացել հանդիպեմ, որ ես հրաժարվել եմ, կլինի ընդդիմություն թե իշխանություն, ոչ մեկից չեմ հրաժարվում, ասելիք միշտ ունեմ, ցանկացած մեկին, խոսելիք կա, խնդրեմ, եթե դուք չեք ուզում հանդիպեք կամ ձեզ անհարմար եք զգում հանդիպման ժամանակ, ես մեղք չունեմ։ Չէ, դա այսպես էր մեկնաբանում, որ քննարկում են արցախցիների պառակտման ծրագրերը Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ժողովուրդ, արցախցիների պառակտումը այսօր բարձրում ովքեր են, ես դրա մեջ չկամ, ես չունեմ թեև արցախցիների մեջ, հա, բայց ես կարամ ցույց տամ ովքեր ունեն թևեր եւ ովքեր են այդ պառակտողները, որտեղից են ֆինանսավորվում եւ ինչ են անում եւ ինչ բանդաբազաններ են սարքում։ Խնդրեմ, ցույց տվեք։ Որ ժամանակ կա, ցույց կտանք։ Ես տրամադրում եմ այդ ժամանակը, որովհետեւ իսկապես ուզում եմ բացեք փակագծերը։ Փակագծերի ժամանակը գա կբացենք, հիմի չի ժամանակը։ Պարոն Բաբայան, իսկապես Արցախի լուծարման մեջ դուք Շահրամանյանին եք մեղադրում։ Ոնց որ այս իշխանությունները նույնց եմ ասում։ Խելք ինձ ասում Շահրամանյանն է մեղադրում կամ մեկին է մեղադրում։ Ես ձեզ ասացի, որ մենք ստեղծված իրավիճակում 20 թվականից հետո պետք է մենք կարողանայինք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության մեջ մտնենք, ժամանակ շահենք, խնդիրներ լուծենք եւ տեսնենք ինչ ենք անում, որ մնա Արցախը հայեցի, հա։ Այդ ճանապարհը ես փորձել եմ ինձանից կախվածը անեմ։ Այո, դուք մտել եք երկխոսության մեջ։ Երկխոսության մեջ իրանց ցանկությամբ, ադրբեջանական կողմի ցանկությամբ։ Ո՞վ էր այդ միջնորդը ադրբեջանական։ Ադրբեջանական կողմի ցանկությամբ իրանց անվտանգության քարտուղարը իր հին աշխատողների հետ ինքը Ստեփանակերտում աշխատել է, իր հին աշխատողների հետ կապվել է, որոնք էլ եկել են իմ մոտ կոնկրետ իմ մասով, որ երկխոսություն առաջարկել, որտեղ իրա ըստ իրանց ձևակերպման մնացած ուժերի մեջ իրանք չեն տեսել, որ մարդ կարա ինչ-որ խնդիրներ լուծի։ Էս է եղել, այդքան մի բան։ Բայց դուք փաստաթղթեր եք, չէ՞ տարել։ Ամբողջ փաթեթները, ինչ փաթեթ ես ուղարկել եմ Բաքու, քննչականում է, այն ինչ որ ես ելույթում պարլամենտում խոսել եմ, քննչականում է, բոլորի միմիկան, ժեստերը, ով ինչ է խոսել, ինչ արել, ամբողջը կա, գաղտնի ոչինչ չկա, քրեական գործը խիչ են ընթացկավորում, ես չգիտեմ, հա, լավ կլինի որ ընթացկավորեն, որտեղ դիմել են ինձ վրա քրեական գործ հարուցեն, պարզվել է քրեական գործը իրանց վրա է հարուցվել։ Դա էլ կա։ Որովհետև հա ձեզ շատ են մեղադրում հենց այդ դրվագի համար, էլ ասում են որպես ինչ է բանակցում Արցախի անունից։ Ով է մեղադրում, ասենք մեղադրողը ով է։ Նույն արցախցիները ձեր։ Նույն արցախցիները դալիճում նստած են եղել, իրանց ասել եմ
մենք բանակցում ենք, մենք ուղարկել ենք տեսլական սկզբունքներ Բաքուն, տեսնենք ինչ ասում, պարոն նախագահ, դուք տեղյակ եք արտաքին վեկտորը ձերն է, այո, ես տեղյակ եմ, ժեստով գլուխ հանում է, վիդեոն կա, դալիճում նստած հարյուրավոր մարդիկ, մեկը չի ելել ասել դուք ինչ իրավունքով կամ ով է ասել եւ ոնց է եղել, բոլորը հետո եկել ենք Հայաստան, ասում ով է իրան թույլ տվել, որ ինքը բանակցի, այն դեպքում, որ նույն ձայնագրությունը անվտանգության նիստի հրապարակում են գախնի, որ իրավունք չունեն, որտեղ ես էլի ձևակերպում եմ այդ մտքերը, հասկանում եք, ասենք, բայց անվտանգության նիստում խոսեց այդ մարդը, այդ հատուկ ինչի ձեն չհանեցիք, եկաք ստեղ եք բանանում, եկել եք բանանում, ստեղ մի որցակ եք դարել, ինչ է եղել այդ, այդ ով ածել, ոնց որ Նիկոլը ձեզ շատ է դուխ տվել, տղեկ, Նիկոլն է տվել, Պահով ուրիշով, տեսնում եք, եթե ձեզ թվում է, որ օրինակ ասում եք, ես Շախամարյանի դեմ, ես Շախամարյանին, եթե կարում եմ օգնում եմ, այսօր էլ, այո, եթե ինչով կարում եմ օգնում եմ, ես ոչ մի ժամանակ իր դեմ չեմ գործել, որովհետև մեկի դեմ Ղարաբաղից ես չեմ գործում, բայց ունեմ իմ տեսակետը, իմ տեսլականը խնդիրների լուծման եւ ես դա տանում եմ առաջ, ասենք, որը, ասենք, Արցախյան թևը կամ հայաստանյան իրանց կուրատորները լավ չեն ընկալում կամ լավ չեն հասկանում ու փորձում են խանգարել։ Երբ որ ես ասում եմ էլեկտրոնի հարթակ պետք է ստեղծեք ամբողջ սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայությանը, որի բռնի տեղահանել են Բաքվից մինչև Ստեփանակերտ, դրանց փաստաթղթավորել եւ միջազգային դատարան մտնել, դրանց փոխհատուցում, վերադարձ, ամեն ինչը, ինչ վատ բան եմ ասում ժողովուրդ։ Դուք նաև հանձնաժողով եք առաջարկում ստեղծել, որպեսզի քննի այդ Հայաստանի կոռուպցիան։ Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ չեն տալիս, երկու օր առաջ էլ ձեր ասած վարչապետը բարձրաձայնեց, որ Ղարաբաղի շարժում մեր մոտ չի լինելու, ճիշտ է։ Ես ինչ էի ասում, դրա մասին խոսում եմ 6 ամիս, 8 ամիս առաջ, որ հասարակական հիմունքների վրա ստեղծում եք այդ հարթակը, որ կարողանաք ֆինանսավորեք դրսից, ֆինանսավորում ստանաք, կարողանաք advokatներ վարձեք եւ այլ պետության միջոցով մտնեք միջազգային դատարան։ Ոչ թե Հայաստանի, որտեղ Հայաստանը պատրաստ չի դա անելու։ Հայաստանը գնում է խաղաղության։ Հասկացանք, բոլորդ մի մարդու նման իմ դեմ դուրս եկաք։ Ուզում եմ հասկանամ տրամաբանությունը ո՞րն էր, որ ես եմ առաջարկել, դա է։ Չէ, դուք առաջարկում եք Բաքվի բանտում գտնվող անձանց ունեցվածքի եւ այլնի հետ կապված Ես նաեւ նման բան չեմ արտահայտել, դուք սխալվում եք։ ձեր համար հրավիրացուցիչներին ցուցարարները հենց այդպես էին մեկնաբանում այդ կոմիսիայի էությունը։ Որ հիվանդն է ձեզ դա ասում, ես իմ կյանքի մեջ, եթե գտնեք մի տեղ մի բառ տենց բառ եմ օգտագործել, բերեք, 1, երկրորդ։ Բաքվի բանտում գտնվողներից ինձ այս լավ ոչ մեկ չի հասկանում։ 1, երկրորդ, որտեղ այդ բանտում, նույն այդ բանտում եղել եմ, դրանից հետո 3 անգամ, 2 անգամ եմ բանտ նստել, նրանց պետքա ինչով ես կարող օգտակար լինես, ասենք, ունենք դիակներ, ունենք փոխանակման խնդիրներ, ունենք, տեսնենք Ադրբեջանը գնում է դրան, առաջարկել ենք, անձամբ ես իմ կապերով դիմել եմ, բացատրել եմ ադրբեջանցիներին, որ պատրաստ ենք ես անենք, եթե դուք ցանկություն ունեք։ Ես գտնում եմ, որ այդ սպին, որ թողում եք ամեն անգամ, դա լավ բանի չի բերելու։ Եկեք, եթե իրոք գնում եք հաշտությամբ, սկսեք տենց քայլերից։ Կա այդ խնդիրը, այդ հարցը ես ուղղակի գործում եմ ի տարբերություն մնացածին, ոչ թե ուղղակի հրապարակում ասում եմ, սենց պիտի լինի։ Գործում եմ ինչքանով ես կարող եմ։ Բայց դուք հավատում եք, որ ադրբեջանցիները խաղաղություն են ուզում ու կգնան խաղաղության։ Ինչի մասին այսօր իշխանություններն ասում են։ Ես ամեն ինչին, երբ որ արտահայտում եմ, չի նշանակում, որ դրան հավատում եմ։ Հասկանում եք, ես պարտավոր եմ արտահայտեմ այն, ինչ որ արտահայտվում եմ, ոչ ավելին, ոչ պակաս, ես էլ հույս ունենամ, որ քաղաքական գործիչներ, ռազմական գործիչներ գիտակցում են ինչ եմ ասում։
Եթե մենք առաջարկում ենք, ասենք, Հայաստանի պետության տարածքով ճանապարհները կառուցել, որ լոգիստիկ այդ ճանապարհներով ադրբեջանցի գան, անցնեն, գնան Նախճիվան, գնան Թուրքիա եւ այլ, որ խցանում չդառնանք, մենք չփակենք այդ շշի բերանը, չբերեք նոր բախումների, խնդիրներ չստեղծեք, հա, ուրիշի խնդիրը ձեր վրա չվերցնեք, հա, եթե ասենք այսօր մեզ ասում են մենք ենք պրոբլեմը, բայց այդ պրոբլեմը մենք չենք, ուրիշների պրոբլեմա, մեզանով ուզում ենք լուծեք։ Ես խորհուրդ եմ տալիս, որ մեզանով չլուծենք, մենք այդ հնարավորությունը ստեղծենք, այդ ուրիշը գա քո մոտ, խնդրի, որ կներեք, բարձրում է, որ դա հենց իմ պրոբլեմներ է։ Այդ ժամանակ կնստենք կխոսենք։ Պարոն Բաբայան, ձեզ ինչի ադրբեջանցիները խնայեցին, երբ որ շրջափակումից հետո եկաք հասակ Հայաստան, ինչպես հմեկի եթերում ասում էիք, սպարծիվկով ժպիտը դեմքից ու դրանից հետո։ Ես սպարծիվկով, ասել եմ սպարծիվնի հակված, ասինքն ջինսով, կուրտկով եւ այլն եւ այլն, հա, սա մեկ։ Երկրորդը ոչ մի ադրբեջանցի քեզ չի խնայել, ադրբեջանցին հրաման էր ստացած, որ այդ ղարաբաղցիներին, այդ հայերին քշեք թող շուտ գնան։ Հա։ Որից հրանք չկար մեկին ձերբակալելու։ Դու եկել ես շուտոտ զգացել ես, այդ պահին դուրս ես եկել։ Բախտ։ Հա, պահը դուրս ես եկել։ Չէ, նկատի ունեմ բախտներդ բերել է այդ պահին համար։ Չէ, հրաման չի եղել, հրամանը իջեցրվել է հետո։ Եթե չեմ սխալվում, ամսի 26-ից 27-ը։ Իսկ կարող է դրան նպաստել է հանրայինի ձեր։ Չէ, ասեմ, հանրայինին ես դա համար ձեզ ասել եմ, որ եկեք պայմանավորվենք սենց, վերցնենք հրապարակ թերթի ամսի 25-ի հրապարակումը, որ այդ ամենամեծ հանցագործը ոնց է անցել։ 25-ի նոր կրկնում։ Հետո նույն կես ժամ, մի ժամ տարբերությունով Բաքվի Ազատլիկ թերթը վերցնենք, համեմատություն անենք, որ ոնց է անցել։ Ու նայից հետո հրահանգնեն ոնց է իջել։ Դեղ։ Հա։ Ամեն ինչը գնելու է իր տեղը։ Երբ որ ես ասում եմ լրատվական դաշտը հրահրել է այդքանը լինի, նեղանում եք, ասում եք, բա մենք չենք ես, ձեզ ավելի ուրիշ խորհուրդ տամ։ Կա ձայնագրություն, դուք որպես լրատվական միջոց իրավունք ունեք դիմեք անվտանգությանը, Հայաստանի Հանրապետության, կապ չունի ոնց, հրապարակել այն տեսաժապավենը, որտեղ Սամվել Բաբայանը անցնում է այդ կամուրջով։ Լրիվ կա։ Հենց Չէ, մենք չենք կասկածում, որ կլինեն այդ կադրերը, որ դուք իսկապես անվտանգ անվնաս անցնում եք։ Կաղնած թուրքերը, ադրբեջանցիք, դուք տեսնելու եք տեսաժապավենով, որ ասում են ուշադրություն դարձրին, ոնց նայեցին, չճանաչեցին, թե ճանաչեցին, տեսաժապավենը նայելով հասկանալու եք։ Դա համար ասում եմ, եկեք չվիճենք, դիմենք անվտանգությանը, խնդրենք թող հրապարակի մեր ժողովուրդը նայի հասկանա էլի։ Խեք դուք իրանց տեղ որոշ։ Ըստ ձեզ չէին ճանաչում կամ անտարբեր էին։ Ոչ թե չէին ճանաչում, ըստ ինձ իրանք մերկուսը մեջ կողմ, մերկուսը 4 հոգով իրար հետ ստա մի տեղ էին խոսում, ինձանից մի 7-8 մետր, հա, ես սենց անցնում էի, մեկնել վերջում, ինչի իրանք դա անուշադրություն, որտեղ ես սենց հասկացալ, որ հրաման չի եղել իրանց ինչ-որ մեկին կաղնեցնեն, ասել են սաղ պետի բաստորի դա համար, իրանց համար անտարբեր էր ով անդեղով անցնում, ինչ էր անցնում, այո, որ հրամանը եղել է, ամսի 27-ից, արդեն սկսել են ազնագիր ստուգել, չէ, մեկ առ մեկ չեն ստուգել, տենց էլի։ Որովհետև հարցեր առաջանում, ասում են, լավ, Սամվել Բաբայանին չբռնեցին, իր վարորդի անվան տակ են Վագիվ Խաչատրյանին բռնեցին, այդ ինչ հարցեր առաջացան։ Տեսնում եք, դուք նույնը գեներացնում եք։ Ես ասում եմ անվան տակ, չասեցի ձեր վարորդ։ Ինքը այդ տղան բոլորից դեպ չեմ ճանաչում անկեղծ։ Գիտեմ, ասել եք այդ մասին։ Բայց ասում եմ, այդ այնց ինֆորմացիան գցել ենք դաշտը, այդ մարդու մի անգամ էլ դամար են ցեցել երևի, որ Բաբայանը վարորդն է պատմի ինչ ա եղել, ինչի ենք անում դա էլի։ Դե մեղադրանքը հենց այդպես է գնացել։ Ինչի ենք անում էլի դա։
Խինք անում։ Լատվական դաշտը Ադրբեջանի վրա եք աշխատում։ Չէ, մենք հարցեր չառաջանան, բա ոնց եղավ, եթե Բայց Վագիվ Խաչատրյանին կարելի է ճշտել, չի ասել պարոն Բաբայան, այդ Վագիվ Խաչատրյանը ձեր վարորդն է, թե չէ։ Այդ արդեն կար լրատվության մեջ, որ ասել եք, որ ոչ։ Տպել հետո ասել, որ ինքը թող հերկի, որ ինքը չի։ Դա Դե ադրբեջանցիներից է դա տարածվել, հո հայկական մամուլը չի դա տարածել, հայկական մամուլն է դա տարածել, որովհետեւ Ադրբեջանի մամուլ հետո է տպել, ամսաթվերով նայեք։ Լավ, պարոն Բաբայան։ Տպագի մամուլը ամսաթվերով վերցրեք, սա Ղերևանը։ Պարոն Բաբայան, դուք Նիկոլ Փաշինյանին ասացիք, որ ուզում եք հեռացնել, ինչ ճանապարհներ եք այս պահին տեսնում, որն է ձեր տեսլականը առհասարակ եւ ոնց կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Կա երկու տարբերակ, մեկը դա ընտրությունն է, ասենք կազմակերպված քաղաքական ուժերը գնում են ընտրությունների եւ 26-ի ընտրությունները։ Այո։ Դուք մասնակցելու եք։ Հավանականակ կմասնակցենք, այստեղ խնդիր է ոնց եւ ինչ ձև ենք մասնակցելու։ Երկրորդ խնդիրը նաեւ որ անհապաղ ժողովրդին էլի կազմակերպել հավաքներով բանով հեռացնել։ Հիմի երբ որ ես ասում եմ այն ժամանակ 10 հոգի դուք եք կառավարել զոհ եք ունեցել միտինգներում, այսօր ունենալու եք 1000 հոգի, Նիկոլ 1000 հոգի կսպանի, բայց չի գնա։ Այո, եւ այդ խոսքին մեկ ասում է Նիկոլի թեզերն է վախեցնում է մեզ, որ բան, չեմ վախեցնում, ասում եմ Հավայի փողոցային լեզվով մի խոսեք այդ ժողովրդի հետ։ Մի գորգորացեք։ Դրանով ձեզ ոչ մի բան չեք ասնում։ Դուք անկազմակերպ, որը կազմակերպված միավոր գոյություն չունի Հայաստանում, քաղաքական ուժ, ասում ենք վաղը հեղաշրջը, ժողովուրդ դուրս եկեք, քանում եք այն ժողովրդին, մի քանի հոգու ձեր բակալում են, մի քանի հոգու դուբինկու բերանն տուրի են, ծրում եք այդ ժողովուրդը հուսահատվում են նորից եւ այլ, ասում եմ մի արեք դա, կամ կազմակերպվեք, կամ ընդհանրապես ցիրկ մի խաղացեք։ Դուք կազմակերպեք, պարոն Բաբայան, եթե իսկապես ուզում եք Փաշինյանը հեռանալ։ Բացատրեմ, դա մեծ ֆինանսական խնդիրներ է, հա, որ ես չունեմ, որ դրանով զբաղվեմ, ով որ ունի, թող նրանք մտածեն։ Հետո ես չեմ վռազում, որ վաղը հեռացնեմ։ Հա։ Այնով որ վռազում է, որ վաղը հեռացնի, հա, թող իրանք էլ ծախսեն։ Դե դա չի նշանակում, որ լեգիտիմացնելու եք ապագա ընտրությունները, որտեղ վարչական ռեսուրսով ամեն ձևով հնարավոր է վերարտադրությունը ներկա իշխանությունները շեք սպասում 26-ին։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ որևիցե նման բան չկա, խնդիրը նա է, որ մեր Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական կուսակցություն գոյություն չունի, որ կազմակերպի հասարակությանը ինչ տեսլական եք ներկայացում, գալիս եք Նիկոլից հետո դուք ինչ եք փոխելու, սոցիալական վիճակը, բանակը, պաշտպանությունը, իրավական դաշտը, ինչ է փոխվելու։ Գնացեք գյուղ ժողովրդին, ասեք ձեր տեսլականը, բացատրեք, հիմնավորեք։ Մարդկանց են ընտրում, ժողովուրդը ֆիգուրների է ընտրում, ժողովուրդը ծրագրերի շատ վաղուց, որովհետև գիտեք, այս իշխանությունն էլ եկան լրիվ ուրիշ ծրագրով, լրիվ ուրիշ բան հելա։ Հենց նրանից է, որ ընդդիմությունը պետք է հիմի հարցը դնի, ամեն դեպքում դուք քաղաքացի եք, մեկը գալիս է իր տեսլականը ասում, երկրորդը, երրորդը, մեկն է գալիս է հենց պոպուլիստական հայտարարություններ անում, բարձ չի դուք ում եք ընտրելու։ Այն պոպուլիստին չեք ընտրելու այլևս։ Ձեզ ինչքան փող է պետք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այդ ցույցերի համար, որ ասում եք փող է պետք, փող չկա։ Ես չգիտեմ, ընդհանրապես ինչքան փող է պետք, որ հեռացնեն, չեմ զբաղվել դրանով, բայց նորմալ քաղաքական ուժ ստեղծելու համար եւ հաղթանակ ունենալու համար առնվազն Հայաստանում ամիսը միջև $1,700,000 է ծախսում։ Այդքան ծախսվում։ Որ լուրջ քաղաքական ուժ լինես։ Եթե չունես, անիմաստ է։ Կարաս անեն հրապարակում ինչքան գորգորացել են, տեք շարունակեն։ Սա է խնդիրը, ինչի մասին է։ Իրանք էլ սա գիտեն դա։ Ոչ մեկը չի ուզում, ինքը Բայց եթե ձեր գաղափարները լավն է, վեր կենակ հրապարակը լցնեք, հետևից ձեր հազարավոր մարդիկ տանեք։ Ձեր գաղափարը
պետք է որ քո թիմը այն գյուղում այդ գաղափարները ներկայացնի։ Այդ գաղափարը ներկայացնող պիտի աշխատավարձ ստանա իր տունը պահի։ Պիտի գնա տուն։ Նվիրյալներ չկան, այսինքն։ Իհարկե չի կարա նվիրել 2100 մարդ պետք է մենակ մասնակցի դրան, հա, այդ տուն գնա։ Այդ մարդիկ պետք է իրանց տները պահեն, ինչքան նվիրյալ ունես։ Ովքեր են այդ նվիրյալները։ Հասկանում եք, դուք անգամ չեք կամ, այսօր հասարակությունը չի ուզում, ասենք, տեսնում եք իրավիճակը վատ է, չկա, նախարարություն չի գործում ընդհանրապես, կա կառույց, բայց ոչ աշխատունակ, հա։ Որովհետեւ նախարարություն չեք կարա դուք ինձ ասեք, որ գործում է։ Կա ֆուտլար, մեկը դրած դե վերևը, հարցնում է զուգարան կարելի է, գնացած ասում են չէ, դե նստում է։ Սա իրականությունն է, ժողովուրդ։ Սա ոչ թե այսօր է տենց, առաջ էլ եղել նույնն է եղել, բան չի փոխվել։ Որտեւ այսօր այս դրական բազայով է, սահմանադրությունով է, օրենքներով ոչ մի բան չես կարող անես այս երկրում։ Դա համար իրանք շատ լավ հասկանում են ինչ են անում, ես ասում եմ միակ ձևը ժողովրդին կազմակերպել, այդ խնդիրը լուծելն է։ Դուք ասում եք չէ, եկեք թող պատրիոտները դուրս գան հրապարակ ուռա անեն փոխել։ Ասում եմ չի ստացվելու։ Տանելու եք մի քանի հոգի ձեր բակալեք, վախեցնեք, էլա ժողովրդին հիասթափեցնեք, ասեք գնացեք տները։ Դու ասում եք Նիկոլ Փաշինյանը կկրակի, բայց աթոռը չի հանձնի։ Այո։ Այսինքն նա կգնա այդ քայլին ձեր կարծիքով։ Հիմա Գյումրի ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Երոպե, ինչ է անում են։ Ողջ լծակները գործի ատել անում, վախեցնում է, տնտեսական, հարկային ամեն ձևի տերորա չէ անում, չէ։ Օրենսդրությունը թույլ է չէ տալիս։ Դե քանի որ մուրճը ձերքն է մեղնել հետը, հետո ինչ է դառնում։ Իմի վաղը պատկերացրեք այն ձեր բակալազները, նա բունտ անեին դեղ, հասնելու էր կրակոցի, ճիշտ է։ Ես էլ եմ ասում ձեր ցավը տանեմ, բերեք կազմակերպենք, գիրք, նորմալ կազմակերպենք, այլ ոչ թե դից անենք, ինչ որ դուք ասում եք։ Դրա մասին է, ինքը գնալու է քայլերին, ինքը գիտի, որ դեղից հետո կոշի գաղութ է գնում, իրան ուզում եք տանեք կոշի գաղութ, իշխանությունից իջնի գնա կոշի գաղութ, կգնաս։ Այսինքն իշխանափոխության չի գնա, ամեն գնա, որտեղ գիտի, որ դրանից հետո իրեն սպառնում։ Այն շարժը լինի, այն հզորությունը լինի, որ ինքը հասկանա, որ այլևս ընդդիմանալու ձև չունի։ Հասկանում եք։ Պարոն Բաբայան, ինչ անել փրկելու իրավիճակը։ Բացի այն, որ դուք ասացի գնալ ընտրության եւ այլն։ Դուք ոնց եք, ինչ ծրագրերով, ինչ ոնց եք։ Ամեն դեպքում կազմակերպվել առաջինը, երկրորդը մեր հասարակության հետ երկխոսության մեջ մտնել, մեր ժողովրդի հետ շփումը մեծացնել, ներկայացնել, ասել ինչ է փոխվելու, որ այս մեկը գնա է մյուսը գա, ժողովրդն էլ ընտրություն անի։ Կապ չունի միտինգներով կգա հեռացնելու, ընտրություն կանի, թե կսպասի 26-ին ընտրություններով կհեռացնի, բայց ամեն դեպքում միջև հասարակության հետ նորմալ աշխատանք չեք տանում, ստից մի հավաքվեք հրապարակում, ասել հեղափոխություն է, ժողովրդին ջարդել, ասել դե լավ գնացեք տուն։ Սրանով Փաշինյանի թելը չեք թելում, Փաշինյանի թեզերը չեք առաջ տանում։ Փաշինյանի որովհետև դա նրանց Փաշինյանի թերը իրանք էր, հետո որ ասում է անընդրան, իրանք աթոռը բետոն են անում։ Չէ, դրանով։ Հա, ցեմենտ բետոն են անում, որ տեղից չշարժվի հանկարծ։ Էդ են անում հիմի։ Ես դա համար երբ որ ինձ ասում են դուք Փաշինյակակ, ասում եմ ոնց մի հատ փաստ բերեք, որ ես գիտեք դուք որ կարծիքը, ասինքն ես ճիշտ չասեմ, որ մեկը տուժում, հա։ Էդ եկաս։ Փաշինյանի հետ վերջին անգամ երբ եք հանդիպել։ Ես Փաշինյանի հետ հանդիպել եմ 21 թվականի նոյեմբերի 25-ին։ Այն արտախորհրդարանական ուժերի հանդիպում։ Դա հետո ես Փաշինյան տեսած չկամ։ Ոչ էլ խոսած եմ, ոչ էլ բան։ Ու այդ զրույցի ընթացքում ինչ եք հասցրել ասել նրան։ Ոչ մի բան, քննարկել են այդ օրվա օրակարգի խնդիրը, դրանով էլ ավարտվել։ Նրանց հետո ես հայտարարեցի, որ այլևս չեմ մասնակցելու, որտեղ համարում եմ ձևական բնույթակում եւ այլն։ Պարոն Բաբայան, այսինքն պնդում եք, որ Փաշինյանի արբանյակ ուժերից չեք հովանավորում կռիշա չեք։
Ուրեմն ոչ թե ես դա ասում եմ, ես իմ գործունեությունով եմ դա ապացուցում, մեկ, երկրորդը նրանք ովքեր այդ կարծիքը ունեն, ես խորհուրդ կտամ առաջի հերթին իրանք նայեն, որտեւ իրանք են այդ արբանյակների դերում եղել ամբողջ իրենց պատմության ընթացքում, երկրորդը եղել է Ռոբերտ Քոչարյան, եղել է Սերժ Սարգսյան, թող մեկը ասի, որ ես իրանց հետ արբանյակի դերում եղած կամ մեկը Երբ որ իշխանություն էին, հա, այդ ժամանակ։ Հա, իրանք իշխանություն, ես էլի ընդդիմություն էի, ես արբանյակ չեմ եղել, ոչ մեկ ինչ չի կարողացել կառավարի, իրանց հենց պրոբլեմը տեղից էլ սկսում է իմ հետ, որտեվ երկու գլուխ մի ղազանում չի տեղավորվում, իրանք դա գիտեն, դա համար նրանք էլ ովքեր ասում են ես Նիկոլի հետ մի նավի մեջ, դա առնվազն կամ ինձ ընդհանրապես չեն ճանաչում, չգիտեն կամ էլ ինչ-որ մեկին ձեռնատու է դա տարածելու։ Հիմա անդիմադիրներն էլ իրար մեջ խնդիրներ ունեն լուրջ, չեն համախմբվում։ Այ տեսեք, ամեն մեկը մի ամբիցիոզ մի բան է ասում, ձեր ասած էր ղազանի մեջ երկու գլուխ չի տեղավորվում, այն մեկը ասում է դու ես Նիկոլին բերել, այն մեկն ասում է բա դու խի, սենց արից ու գալիս հասնում ենք ոչ մի բանի։ Նայեք, առաջի հերթին ես չեմ ընդունում նա, որ եկեք միավորվենք։ Ինչի՞։ Բա առանց համախմբվելու ո՞նց կարող է։ Դա սխալ է, դա ընդհանրապես ասեմ։ Տարբեր հայացքներ ունեք, տարբեր մտածելակերպ ունեք, տարբեր աշխարհայացք ունեք, տարբեր։ Բայց եթե նպատակը իշխանությանը հեռացնելն է, կապ չունի, ամենքը ձեր թիմով, ձեր, ասենք, կան ուժեր, որոնք որ այս գաղափարն են, մի 4-5 ուժ, մի 4-5 ուժ մի տեղա միանը, մի 4-5, ասենք 3-4 էշալոնով գնում են առաջ, կմտնեն պարլամենտ, հաղթողը իր շուրջ կմիավորի գաղափարական եւ կգնան առաջ։ Ես այդ ձև եմ տեսնում։ Հետընտրական կոալիցիաներով։ Բայց գալից է կազմել այս տեսօր, որ հանուն նրան, որ Նիկոլին պիտի հեռացնեն, խնդիր չկա։ Կարակ ամենքդ առանձին վաղը հանրահավաք լինելու կազմակերպեք, բոլորդ կոչանեք, որ հանրահավաքին ձեր թիմերը դուրս գան, եթե ունեք այդպիսին, հա? Օրինակ ես այսօր ժամը 3-ին հանրահավաք է, Ղարաբաղի այդ թևը, ընդհանրապես հասարակական կազմակերպությունները կազմակերպել են հավաք, ինքս ես չեմ կազմակերպել, բայց ես կոչ եմ արել, որ մի մարդու նման միանան այդ հավաքին, հա? Նույն ձևի այդ մնացած դեպքերում ինչ խնդիր կա, տկրիվենք իրար հետ ես միանում եմ, չեմ միանում։ Որովհետև իրար կասկածում են նիկոլական լինելու մեջ։ Նիկոլի արդեն իրանց կասկածելիքն է, իմս չի, դե ես չեմ կասկածում ով որտեղ է, ոչ մեկին չեմ կասկածում, որովհետև բոլորին լավ գիտեք, 5 մատի պես։ Բոլորին ոչ թե մենակ լավ գիտեմ, ես մեր ազգին լավ գիտեմ, որ որոցը մեկին, որ իշխանություն տաս, չի հանդուրժելու այն մեկին։ Այսինքն ով առաջ եղավ, այն մեկին գցելու է, այնպես որ պետք չի տեղ ասել ով ում մարդն է։ Նույն Նիկոլի մարդը կողքին ամենամոտիկը, երբ որ վաղը զգա, որ ինքը կարա առանձին իշխանություն ունի, նույն օրը Նիկոլին գցելու է։ Դավաճանելու։ Այնպես որ տենց խնդիր չկա, ես տենց այդ մտածելակերպը չունեմ։ Երբ որ մեր մոտ ասում են իմ մարդ, քո մարդ, դա ես չեմ ընդունում։ Չկա նման բան։ Միակ տեղավորում են ով որ իշխանություն է, այսօր նեղանում են, այն հիները ասում են, դե այս մեկը դավաճանեց, այն մեկը։ Ոչ ոք չի դավաճանել։ Եղել ես իշխանություն քո կողքն է եղել։ Հիմա Նիկոլն է իշխանություն, Նիկոլի կողքն է։ Վաղ կգա Սամսոնը, գնալու է Սամսոնի կողք։ Էդ է։ Հացի խնդիր։ Դա ասում եմ պետական մտածելակերպ, տեսլական գաղափար, մեզ պիտի միացնի գաղափարը։ Դուք ասում եք, չէ, միացեք իրար նարկամանը, փողոցայինը, ուսուցիչը, ինժեները, սա միացեք մի թիմ դարեք։ Ժողովուրդ, չի լինում տենց բան, դուք ինքներդ ձեզ մի խաբեք։ Սա մասին է խոսքը։ Պարզ է, շնորհակալ եմ այս բազրույցի համար, պարոն Բաբայան։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ հյուրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն էր։ Դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք ցտեսություն։